Պարոն Բալասանյան, մենք տեսանք, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Միացյալ Նահանգների նախագահը կրկին չասաց Հայոց ցեղասպանություն բառը, արդյոք սա նշանակում է, որ էլի զրոյական կետից ենք սկսում եւ պետք է էլի սպասենք, որ Միացյալ Նահանգների նախագահը կրկին արտաբերի այս ցեղասպանություն բառը։ Գիտեք, այո, ցավոք սրտի այս անգամ եւս մենք ականատես եղանք, որ Հայոց ցեղասպանություն բառը չարտաբերվեց եւ ասեց մեծ եղել, բայց նաեւ կարծում եմ պետք է աստիճանաբար այս կարծրատիպից փորձենք ձեռբազատվել, քանզի սա շատ է մեզ խանգարում։ Ինչ առումով։ Միացյալ Նահանգների նախագահը եթե 10 անգամ էլ ասի Հայոց ցեղասպանություն բառը, եթե Թուրքիան չճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ դրա դիմաց եւ բարոյական եւ ոչ բարոյական փոխհատուցում չտրամադրեց, եթե սահմանը չբացվեց Թուրքիայի կողմից եւ Թուրքիան չվերաիմաստավորեց իր պատմությունը, դրանից ոչինչ չի փոխվել։ Ավելին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այս գործընթացում Միացյալ Նահանգների նախագահի, Եվրոպական միության ղեկավարի, գերտերությունների ղեկավարների կողմից Հայոց ցեղասպանություն բառը արտաբերելը կամ չարտաբերելը ըստ էության լրացուցիչ լծակ է նրանց կողմից մեր վրա ճնշում գործադրելու եւ ստիպելու քաղաքականության մեջ փոփոխություններ անել այն հույսով, որ մի օր Միացյալ Նահանգների նախագահը կրկին կասի Հայոց ցեղասպանություն բառը կապակցություն։ Կարծում եմ սրա ավելի կոնկրետ ուղղությունների վրա է պետք սևեռվել եւ ավելի հստակ քայլեր իրականացնել եւ փորձել կարեւորն անկարեւորից տարբերել։ Իհարկե Միացյալ Նահանգների նման տերության նախագահի կողմից Հայոց ցեղասպանություն բառը արտաբերելը կարեւոր է, բայց անցյալ տարի Բայդենը արտաբերեց։ Դրանից մեկ տարվա մեջ ինչ փոխվեց Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հայ ժողովրդի եւ սեփական պատմությունը եւ սեփական սխալներ ընդունելու եւ ոչրագործություն ընդունելու հետ կապված ըստ էության ոչինչ։ Հետևաբար ամեն տարի սրտափոփ սպասել թե Միացյալ Նահանգների նախագահը արտաբերի կամ չի արտաբերի, ես կարծում եմ ավելի կարեւոր հարցեր կան նույն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված, որի ուղղությամբ պետք է աշխատել։ Եվրոպական դիտորդական առաքելությունը խմբագրել էր իր հայտարարությունը, պարոն Բալասանյան, ինչ հետևություն մենք պետք է անենք դրանից։ Որ հերթական անգամ գործ ունենք կեղծիքի հետ, որ հերթական անգամ գործ ունենք կեղծավորության հետ, որ մենք Եվրոպական միության կողմից չենք կարող դիտարկվել Ադրբեջանի հետ հավասար։ Ադրբեջանից նրանք ունեն շահ, Հայաստանից չունեն շահ։ Հետևաբար այդ կեղծավոր ելույթները, ամանորի կապակցությամբ հայերեն լեզվով շնորհավորանքները, ցեղասպանություն բառ գրելը հետո ջնջելը խոսում է մի բանի մասին։ Նրանք Հայաստանի նկատմամբ ունեն ընդգծված քաղաքականություն, վատ քաղաքականություն եւ ուղղակի հայ ժողովրդին այսպես բարեկամություն ցույց տալով փորձում են կտրել այն իրական դաշնակիցներից եւ իրական արժանապատվից, որ ունի մեր ժողովուրդը եւ որ պետք է մեր պետության անվտանգության ապահովման համար։ Սրան պետք է ուշադրություն դարձնել, պետք է ֆիքսել սա եւ նրանց վերաբերվել այնպես, ինչպես նրանք են մեզ վերաբերվում։ Ավելորդ հույսեր չտածելով նրանց։ Եվ վերջին հարց, պարոն Բալասանյան, այսօր տեղեկություն տարածվեց, որ ռուսական զորքերը Կուրսկն ազատագրել են ամբողջությամբ, սա ինչ նոր ազդակ է ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված եւ ինչ սպասել։ Նախ փորձենք հասկանալ, թե ինչ տվեց Կուրսկի օպերացիան Ուկրաինային։ Այսօր ես ծանոթ եմ այդ հայտարարությանը, այսօր Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը զեկուցեց նախագահային Ռուսաստանի այդ մասին եւ նաեւ նշեց կոնկրետ թվեր։ Ուկրաինան այս օպերացիայում կորցրեց օգոստոսից սկսած օպերացիայում կորցրել է 76000 զինվոր։ Այսինքն ճակատներում 76000 զինվորով ավելի պակաս դիմադրություն են ցույց տալու Ռուսաստանին, բայց նաեւ ֆիքսենք, որ դրանք այն զորքերն են, որոնք էլիտար զորքերի համբավում էին, արտասահմանում վերապատրաստված լավագույն տեխնիկայով զինված։ Ռուսաստանը արդեն հայտարարում է, որ Սումի մարզում անվտանգային գոտի է ստեղծում 4 բնակավայրերի մասին այսպես գնում խոսքը, ընդհանուր մոտ 140 կիլոմետր անվտանգային տարածք։ Ես կարծում եմ մոտ ապագայում մենք կտեսնենք ակտիվացում ռազմական գործողությունների եւ նաեւ ռուսական պահանջների կոշտացում։ Տրամպի կողմից առաջ քաշված պահանջները չկատարելը եւ առաջարկը չընդունելը հենց խոսում է այն մասին, որ Ռուսաստանը չի պատրաստվում բավարարել 4 նահանգով, այլ խնդիր ունի առհասարակ եւ Խարկովի հետ կապված եւ Դնեպրոպետրովսկի եւ Օդեսայի, քանզի Օդեսան միակ ուղիղ ցամաքային ճանապարհն է դեպի Մերձդնեստր, որտեղ ռուսական ուղեկիցները գտնվում են շրջապատում։ Այնպես որ մենք առաջիկայում կտեսնենք նոր ծավալուն իրադարձություններ,
նոր զարգացումներ, բայց այստեղ ֆիքսենք նաև մի բան։ Մենք կտեսնենք Միացյալ Նահանգների կողմից այսպես շատ թեթև քայլերով ուկրաինական կոնֆլիկտից դուրս գալ եւ ուկրաինական պատերազմի ողջ բեռը ֆինանսական եւ նաեւ ռազմատեխնիկական ապահովման կթողնվի Եվրոպական միության վրա, զուգահեռ կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Ավարտը մոտ է պատերազմի։ Ավարտը ես չեմ կարծում շատ մոտ է։ Իմ կարծիքով դեռ մենք 1 տարի մեծ հաշվով կտեսնենք ռազմական գործողություններ եւ 1 տարի չենք տեսնի վերջնական խաղաղության պայմաններ։ Շնորհակալ եմ։